Շիրակի մարզում մեկնարկել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք ուղղված են համայնքների զարգացմանը և բնակիչների կենսամակարդակի բարելավմանը։ Մարզպետ Դավիթ Արուշանյանի ղեկավարությամբ իրականացվող այցերի շրջանակներում տեղում վերահսկվում և գնահատվում են ընթացիկ աշխատանքները։ Այս օրերին մարզում ուշադրության կենտրոնում են ճանապարհների ասֆալտապատումն ու ջրամատակարարման համակարգերի վերանորոգումը պետբյուջեից ու սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորմամբ։ Անի համայնքում ընթացքի մեջ է մի քանի բնակավայրերն իրար կապող ճանապարհների հիմնանորոգման խոշոր սուբվենցիոն ծրագիր, մասնավորապես վերանորոգվում է Մարալիկ քաղաքի Հրանչայինյան փողոցը, ինչպես նաև ասֆալտապատվում են Սարակապ, Սառնաղբյուր և Հայկաձոր բնակավայրեր տանող ճանապարհները։ Ծրագրի արժեքը կազմում է 656 միլիոն 733 հազար 681 դրամ, որից կառավարության համաֆինանսավորումը 295 միլիոն 530 հազար 156 դրամն է։ Տարածքային զարգացման հիմնադրամ լինի, սուբվենցիա լինի, այլ տարածքային կառավարման նախարարության ծրագրեր, քաղաքաշինության ծրագրեր, իմ համար ընդհանրապես մեկ է, ես Շիրակի մարզի մարզպետն եմ, պատասխանատուն եմ, ես առաջ օրվանից ասել եմ, յուրաքանչյուր բնակչի համար պատասխանատու եմ եւ բոլոր այն շինարարությունները, որոնք մարզում տեղի են ունենում, իմ ուղիղ հսկողության տակ է լինելու։ Համայնքապետարանը միշտ իր ուշադրության կենտրոնում է պահում բոլոր շինարարությունները, թե հրատապ ծրագրերի, թե զարգացման ծրագրերի մշտադիտարկման։ Շիրակի մարզպետը, մարզպետի տեղակալ Արտուշ Հովհաննիսյանը եւ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը այցելել են նաեւ Սարակապ, տեղում հետեւել աշխատանքների ընթացքին եւ շինարարների հետ քննարկել արձանագրված թերացումները։ Առաջի շերտը ասֆալտապատման անելուց հետո խնդիրներ էր առաջացել, մի շինարարությունը այդտեղ կանգնեցված է, այդ ամբողջությամբ նորից քանդվելու է այդ հատվածը, գրունտից սկսած նորից անելու են։ Վաղուց արդեն արձանագրել ենք, շինարարի հետ պայմանավորվածություն կա, թերությունները միանշանակ վերացվելու են, նոր ավարտական ակտեր են կազմակերպվելու։ Եղանակային պայմաններին, եթե հաշվի չառնենք, մոտ 2 ամսից եւ Սարակապ եւ Հայկաձոր գյուղերի ճանապարհները մուտքի պետք է որ ավարտված լինեն։ Մարզպետի աշխատանքային այցի հաջորդ կանգառը եղել է Զարինջացի Դահով Կավտո ճանապարհը, որի 4.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն այժմ ակտիվ փուլում են։ Նշված հատվածից 1.8 կիլոմետրն անցնում է Շիրակի մարզի տարածքով։ Ճանապարհահատվածի վերանորոգման հարցը Արուշանյանը բարձրաձայնել է, երբ ազգային ժողովի պատգամավոր էր։ Այսօր որպես մարզպետ է գնահատում կատարվող աշխատանքները։ Այդ ճանապարհի բացակայության պատճառով այդ երկու գյուղերը, որոնք մեծ գյուղեր են, իրանք փոքր գյուղեր չեն, այդ երկու գյուղերի բնակիչները մեծ շրջան էին անում, որ կարողանան Երևան գնալ կամ Գյումրի գնալ։ Այդ իմ համար շատ կարևոր նշանակություն ունի եւ ամենակարևորը ես այդ երկու գյուղերի բնակիչներին խոսք էի տվել որպես պատգամավոր, այդ ճանապարհի խնդիրը լուծելու եմ։ Ծիտանկով գյուղի բնակիչներին անձամբ բոլորին խոսք էի տվել, որ ես այդ հարցը կարգավորելու եմ ու շատ ուրախ եմ, որ որպես մարզպետ կարողանում են այն ինչ սկսել եմ որպես պատգամավոր, հիմա կարողանում եմ որպես մարզպետ հետևել որակի եւ ժամանակների վերահսկողություն կատարել։ Անի համայնքի Լուսաղբյուր բնակավայրում էլ ավարտվել են խմելու ջրի ներքին ցանցի նորոգման աշխատանքները։ Այս ծրագիրն իրականացվել է անհետաձգելի կարգով պետական բյուջեից տրամադրված միջոցներով։ Մենք հիմնականում շեշտը ի սկզբանե դրել ենք, որ պետք է համայնքում առաջնային խնդիրները կարգավորվի, հենց ճանապարհներ, ջուր եւ գրեթե ջրի հետ կապված հարցը 25 թվականին կարգավորվի։ Մարզպետի այցը Անի համայնք ավարտվել է աշխատանքային խորհրդակցությամբ։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին։ Վարչապետը շնորհավորել է վերջինիս դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման։ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու և
եւ առևտրատնտեսական մշակութային կապերը զարգացնելու համար։ Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում ուղիղ ավիաչվերթի թվի ավելացումը։ Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը։ Մտքեր են փոխանակվել նաև կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի եւ դրա սկզբունքների շուրջ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան է ժամանել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրուի գլխավորած պատվիրակությունը։ Այնուհետև Ալեն Սիմոնյանի եւ Կիպրոսի ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի համատեղ մամուլի ասուլիսն է տեղի ունեցել։ Եվ մենք կողմից ցանկանում ենք, որ հնարավորինս շուտ խաղաղություն արձանագրի տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ ընդհանրապես խաղաղություն ողջ տարածաշրջանում արձանագրվի։ Ցանկանում եմ, որ մոտ ժամանակներս կնքվի այդ բանագիրը, ես գիտեմ, որ դուք շատ աշխատում եք այդ ուղղությամբ եւ ողջունում ենք եւ կաջակցենք լիակատար Հայաստանի հարաբերությունների խորացումը Եվրոպական միության, որտեղ Հայաստանը պատկանում է Եվրոպական միությանը, եւ վերահաստատում եմ իմ ընկեր նախագահին, որ մենք աջակցենք, սատարենք ամեն կերպ այս ընթացքը եւ այդ նախաձեռնությունը եւ համերաշխ ենք եւ ձեր կողքին ենք դեպի Եվրոպա ձեր ճանապարհին։ Այնինչ Ռոբերտ Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, առնվազն պետք է քաղաքական հետևանք ունենա եւ ունենալու է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով նախորդ շաբաթ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանի եւ Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի միջև տեղի ունեցած միջադեպին։ Նախ եւ առաջ այդ ամենը սկսվեց նրանից, որ ձեր նշած մարդը Քոչարյանի փոքր տղան որոշեց սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնել ազգային ժողովի դահլիճում, չնայած նրան, որ այնտեղ կային կանգնած կանայք, կան հղի պատգամավորներ ունենք, մենք հղի կանայք ունենք, պատգամավորներ ունենք, եւ եթե կա վերջացնեմ, հա, եւ հնչեցրեց սեռական բնույթի հայհոյանքներ։ Դրանի պատասխան ասվել է, որ այն ամեն ինչ որ հնչեցվել է, վերաբերելի է նաև ձեզ եւ դա ձեզ է վերաբերվում, եթե դուք նման բան եք ձեզ թույլ տալիս։ Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ես կարծում եմ քաղաքացիները իրենց գնահատականը կտան եւ ես ձեզ վստահեցնում եմ նաև քաղաքական գնահատականը չի դադարելու այս դահլիճում հնչել եւ այն ինչ որ պարոն Քոչարյանի փոքր տղան իրեն թույլ է տվել, պետք է քաղաքական առնվազն հետևանք ունենա եւ ունենալու է Վրա մեջ սովորույթը մեկը չկասկած։ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել մի շարք լրատվամիջոցների։ Հայաստանն այսօր ի վիճակի չէ այս տարածաշրջանում ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։ Նախևառաջ պետք է բանակով զբաղվել, դառնալ ավելի կազմակերպված եւ աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այնպիսի հարաբերություններ կառուցել, որոնք կկոմպենսացնեն քո երկրի բացերը, ասել է երկրորդ նախագահը։ Վերջինս պատասխանել է մի շարք հարցերի։ Ինչ վերաբերում է ինձ թիրախավորելուն, ես թիրախավորվելու իմունիտետը արդեն ունեմ, գիտեք քանի տարի։ Շատ երկար տարիների փորձ ունեմ։ Մացա մի առավելություն է տալիս։ Դու չես խոսում, քո մասին սա խոսում։ Ես 2 տարի չեմ խոսացել, իմ մասից խոսում եմ։ Գիտի, դա քաղաքականության մեջ տված չի։ Մարդ կա, որ ինքը չի խոսում 2 ամիս, իրեն մոռանում է։ Տվյալ դեպքում սա դրական կողմն է, թիրախավորելու պրոցեսի դրական կողմն է։ Մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին եւ պաշտպանության հարցերով կցորդ գնդապետ Խրիստոս Արսենյուին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ամփոփվել են Սուրեն Պապիկյանի Հունաստան կատարած աշխատանքային այցի արդյունքները։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հակահետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների և Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ փոխգործակցության արդյունքում բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպման հերթական դեպքը։ Մասնավորապես, պարզվել է, որ ԱՀ-ն դեռևս չպարզված անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում շահադիտական նպատակով 22,000 ԱՄՆ դոլարի դիմաց 2024-ից 2025 թվականների ընթացքում կազմակերպել է ՎՔ-ի անօրինական միգրացիան, այն է Շենգեն համաձայնության երկրներ մուտքի և գտնվելու պատշաճ թույլտվություն ստանալու համար դեռևս չպարզված հանգամանքներում իրացնելու նպատակով այլ անձի հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում պատրաստել է վերջինիս կողմից Dani Group սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության աշխատակից հանդիսանալու և Հայէկոնոմբանկ բաց բաժնետիրական ընկերությունում բանկային հաշիվ ունենալու վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր, որոնք փոխանցել է ՎՔ-ին, ով դրանք ի թիվս այլ փաստաթղթերի ներկայացրել է Հունաստանի Հանրապետության դեսպանատուն, ինչի հիման վրա վերջինիս տրամադրվել է Շենգենյան համաձայնության երկրների մուտքի թիվ 01061835 արտոնագիրը և նա 2024 թվականի դեկտեմբերի 25-ին օգտագործելով հիշյալ կեղծ արտոնագիրը առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մեկնել Հայաստանի Հանրապետությունից, նպատակ ունենալով այն օգտագործել հետագայում ԱՄՆ մուտք գործելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման և կից ներկայացված համապատասխան փաստը հավաստող նյութերի հիման վրա Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում իրականացվել են քննչական և վարութային այլ գործողություններ։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա քննիչի միջնորդությամբ հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել ԱՀ-ի նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը 2 միլիոն ՀՀ դրամ գրավը և բացակայելու արգելքը։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ հետախուզական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները հանցավոր խմբում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արտերկիր մեկնելիս և վերադառնալիս զերծ մնալ անօրինական միգրացիայի գործընթացներում ներգրավվելուց, բացառել կեղծ փաստաթղթերի օգտագործումը և խոշոր գումարների տրամադրումը նշված գործընթացներն անօրինական եղանակով կազմակերպող անձանց։ Վատիկանում Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի է ունեցել Լևոն 14-րդի գահակալության արարողությունը։ Նորընտիր Հռոմի Պապն իր առաջին ուղերձում դիմել է աշխարհի առաջնորդներին հորդորելով վերջ տալ բոլոր պատերազմներին։ Նա կոչ է արել Ուկրաինայում արդար և երկարատև խաղաղության հասնել և ազատ արձակել գերիներին։ Լևոն 14-րդը կարևորել է Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հաստատումը և հյուծված քաղաքացիական բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը։ Հռոմի Պապը նաև ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև բերված հրադադարի համաձայնագիրը։ Գահակալության արարողությունից հետո Լևոն 14-րդն ընդունել է Ուկրաինայի նախագահին։ Վոլոդիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Պապին արդար խաղաղության կոչերի և Ուկրաինայի հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վատիկան այցի շրջանակում Զելենսկին հանդիպել է նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Կողմերը քննարկել են մայիսի 16-ին Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական ուղիղ բանակցությունները։ Զելենսկին նշել է, որ Մոսկվան հրադադարի համար անիրատեսական պայմաններ է առաջ քաշում։ Նա մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինային հարվածները։ Դա ապացուցում է, որ Մոսկվան չունի պատերազմը դադարեցնելու մտադրություն, անհրաժեշտ է ճնշում գործադրել, ստիպելու Ռուսաստանին համաձայնել լիակատար անվերապահ հրադադարի, նշել է նախագահը։ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Վենս-Ռուբիո-Զելենսկի հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվել են հետագա քայլերը, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական կարգավորմանը, այդ թվում Ռուսաստանի դեմ հնարավոր խիստ պատժամիջոցները։ Ջեյ Դի Վենսը X-ի էջում գրառում է կատարել, շեշտել, Վաշինգտոնը և Կիևը համակարծիք են, որ Ուկրաինայում շարունակվող անիմաստ արյունահեղությունը պետք է դադարեցվի։
Այսօր կարող է տեղի ունենալ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, այդ մասին ԱՄՆ նախագահը հայտնել էր մայիսի 17-ի երեկոյան։ Կրեմլից հաստատել էին հեռախոսազրույցը նախապատրաստվում է։ Թրամփ-Պուտին զրույցին ընդառաջ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Իտալիայի առաջնորդները զրուցել են ԱՄՆ նախագահի հետ, քննարկել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը եւ Մոսկվայի դեմ հնարավոր պատժամիջոցները։ Հայտնի է, որ շփումները կշարունակվեն, երբ Սպիտակ տան ղեկավարը բանակցի Ռուսաստանի նախագահի հետ։ Պուտինը պետք է ցույց տա, որ խաղաղություն է ուզում ընդունելով 30-օրյա անվերապահ հրադադար հաստատելու առաջարկը, X-ի էջում գրել է Էմանուել Մակրոնը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն էլ հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարը ցանկանում է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ հնարավորինս շուտ։ Նրա խոսքով դա կարող է նպաստել ռուս-ուկրաինական կարգավորման ճանապարհին առկա խոչընդոտների վերացմանը։ Պետքարտուղարը տեղեկացրել է, որ Ստամբուլյան բանակցություններից հետո Կիևը եւ Մոսկվան պետք է ներկայացնեն հրադադարի իրենց պայմանները։ Եթե պահանջներն անիրատեսական լինեն, կտանք մեր գնահատականը, հավելել է ամերիկացի դիվանագետը։ Ռուբիոն նախազգուշացրել է, Ռուսաստանի դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել։ Ռումինիայում ավարտվել է նախագահի ընտրության երկրորդ փուլը, հաղթել է Բուխարեստի լիբերալ քաղաքապետ Նիկու Շորդանը, առաջ անցնելով իր մրցակցից, ազգայնական Ջորջե Սիմեոնից։ Ռումինիայի ընտրական հանձնաժողովի տվյալով դա ստացել է ձայների 53.6%, իսկ ազգայնական կուսակցության ղեկավար Ջորջե Սիմեոնը 46.4%։ Արդյունքների հրապարակումից հետո Սիմեոնը հայտարարել է, որ չի վստահում դրանց եւ իրեն հռչակել է նոր նախագահ։ Ավելի ուշ սակայն նա ընդունել է պարտությունը եւ շնորհավորել Դանին։ Հարկ է նշել, որ Դանը հանդես է գալիս տնտեսական բարեփոխումների, բյուջեի դեֆիցիտի կրճատման, Եվրամիության հետ հարաբերությունների խորացման եւ Ուկրաինային աջակցությունը շարունակելու օգտին։ Նա մեծ աջակցություն ունի գլխավորապես քաղաքային բնակչության շրջանում։ Մինչդեռ Ջորջե Սիմեոնը երբեք չի թաքցրել ազգայնական հայացքները եւ Դոնալդ Թրամփի նկատմամբ համակրանքը։ Քարոզարշավի ընթացքում նա հաճախ խոսում էր կրոնի ավանդական արժեքների մասին, դեմ արտահայտվելով արևմուտքի լիբերալ գաղափարախոսությանը։ Սիմեոնին հիմնականում աջակցում են փոքր քաղաքներում եւ գյուղերում։ Քվեարկության օրը Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Արևմտյան Եվրոպայի երկրներից մեկը խնդրել է Messenger-ի ղեկավարությանը արգելափակել ռումինական աջակողմյան հաշիվներն ու ալիքները։ Ենթադրվում է, որ նա ակնարկել է Փարիզին։ Ֆրանսիան ամբողջովին անհիմն է որակել այդ մեղադրանքները։ Ռումինիայի արտաքին գործերի նախարարությունն էլ հայտնել է, որ ընտրությունների երկրորդ փուլում կրկին ռուսական միջամտության նշաններ են գրանցվել։ Ըստ գերատեսչության այդ նպատակով օգտագործվել է Տելեգրամի ցանցը։ Ընտրություններ են նաև Լեհաստանում։ Իշխող քաղաքացիական կոալիցիայի լիբերալ թեկնածու Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տշասկովսկին Լեհաստանի նախագահի ընտրությունների առաջին փուլում հավաքել է ձայների 31.2%-ը։ Ընդդիմադիր պահպանողական իրավունք եւ արդարադատություն կուսակցությունից նրա գլխավոր մրցակիցը Կարոլ Նավրոցկին 29.7%-ը։ Հունիսի 1-ին նախատեսված է ընտրությունների երկրորդ փուլը, քանի որ 13 թեկնածուից որևէ մեկը չի ստացել ձայների 50%-ից ավելին։ BBC-ն գրում է, որ Նավրոցկիի հաղթանակը կարող է խնդիրներ առաջացնել վարչապետ Դոնալդ Տուսկի կառավարության համար, քանի որ նրա կոալիցիան չունի խորհրդարանական մեծամասնություն, անհրաժեշտության դեպքում հաղթահարելու նախագահի վետոն։ Լոռու մարզում բացահայտվել են ապօրինի ծառահատումների դեպքեր։ Անտարտնտեսության տնօրենն ու անտառապետերն ապօրինի ծառահատումների թույլտվության դիմաց կաշառք են ստացել։ Հակակոռուպցիոն կոմիտեում 8 անձի, այդ թվում կաշառք ստացած պաշտոնյաների վերաբերյալ գործի նախաքննությունը ավարտվել է։ Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Հայաստան Ջիլիզայի անտառատեսության մասնաճյուղի տնօրենը համաձայնություն է ձեռք բերել նույն անտառատեսության անտառպետերի թվով 5 անտառպետերի հետ 2024 թվականի հունիսի-սեպտեմբեր նկատ ժամանակահատվածում մի շարք անձանցից օգտագործելով իրենց լիազորություններն ու դրանցով պայմանավորված ազդեցությունը մի շարք անձանցից ապօրինի թողտվություն դրսևորելու եւ ապօրինի այլ գործողությունների համար կաշառք ստանալու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո պաշտոնյաները բազմաթիվ անձանցից որպես կաշառք ստացել են ընդհանուր մոտ 1.5 միլիոն դրամ եւ դրա դիմաց թույլատրել բնակիչներին անտառտնտեսության տարածքից ապօրինի առանց որևէ խոչընդոտի, այդ թվում անտառահատման տոմսերով դրանցում սահմանված քանակը գերազանցող ծառահատումներ իրականացնել։ Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին, այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Քննիչը ներկայացնում է ծառահատումների օրինական կերպով թույլտվության մեխանիզմը։ Վառելափայտ ձեռք բերելու համար բանկում վճարում կատարելուց հետո անտառտնտեսությունում կազմվում է պայմանագիր, հանձնման ընդունման ակտ, դուրս գրվում հարկային հաշիվ։
ինչի հիման վրա անտառից նշված ծավալով թույլ է տրվում փայտ դուրս բերել։ Ջիլիզայի անտառտնտեսության մասնաճյուղում օրինակ վառելափայտի 1 խորանարդ մետրը 13320 դրամ է։ Այս դեպքում հիմնավորվել է, որ թեև հարկային հաշիվներում նշված է եղել 4 խորանարդ մետր, բայց դուրս է բերվել մինչև 8 խորանարդ մետր վառելափայտ։ Անտառտնտեսության մասնաճյուղի տնօրենին 5 անտառապետերին եւ կաշառք տվող 2 անձանց մեղադրանք է առաջադրվել։ Մեղադրաններից 6-ի նկատմամբ դատարանի կողմից ընտրվել է որպես խախտման միջոցներ կալանքը եւ տնային կալանքը, 2-ի նկատմամբ բացակայելու արգելք են ընտրված։ Կաշառք ստացողների եւ տվողների գործով մաս է անջատվել ուղարկվել դատարան, ապօրինի ծառայատումների մասով նախաքննությունը շարունակվում է։ Նշանակված է մասնագիտական ստուգումն իրականացնում է բնապահպանության տեսչական մարմինը, ստուգման արդյունքներով պարզ կլինի արդեն պետությանը պատճառած վնասի չափը։ Ստուգումներից հետո պարզ կդառնա նաև, թե ինչ ծառեր են հատվել, արդյոք եղել են Կարմիր գրքում գրանցված ծառատեսակներ։ Քննիչ Նազարյանի խոսքով ոլորտի հսկողությունը իրենց ուշադրության կենտրոնում է, ապօրինի ծառայատումներից մինչև այլ կոռուպցիոն դեպքեր ու չարաշահումներ։ Դրանց մասին տեղեկություններ չի բացառվում, այսուհետև ստացվեն նաև հակակոռուպցիոն կոմիտեում գործարկված թեժ գծի միջոցով։ Գավառի համայնքապետարանը Գանձակի երաժշտական դպրոցին 2024 թվականի Գավառ համայնքի բյուջեից ֆինանսական միջոցներ է տրամադրել դպրոցի առկա կարիքներն ու խնդիրները որոշակիորեն լուծելու նպատակով։ Կապիտալ դրամաշնորհով հատկացվել է 700,000 դրամ։ Ձեռք է բերվել պարասրահի համար զգեստապահարան, դաշնամուր եւ գրասենյակային աթոռ։ 1 միլիոն դրամ ընթացիկ դրամաշնորհն էլ ծախսվել է երգչախմբի հագուստի ցուցատախտակի, որում արդեն տեղադրվել են դպրոցի հաջողությունների պատմությունն ամփոփող մրցանակները, նկարների ու պատվոգրերի համար շրջանակներ։ 400,000 դրամ էլ հատուկ նպատակային հատկացում է կատարվել։ Հատուկ նպատակային նյութերով ձեռք ենք բերել գրատախտակ, ավարտական երեխաների համար ավարտական վկայականներ, ցուցանակ դպրոցի անվամբ, պարային հյուսքեր եւ պարային կոշիկներ։ Դպրոցում 2024 թվականին կատարվել են նաև շինարարական աշխատանքներ։ Համայնքի բյուջեի միջոցներով 1 դասասենյակը վերակառուցվել է 2-ի եւ վերանորոգվել ու կահավորվել։ Այս նպատակով համայնքի 2024 թվականի բյուջեից 1.920.000 դրամ է հատկացվել։ Ավելացվել են ջեռուցման մարտկոցները։ Ջեռուցման համակարգի համար քողարկող պահարան է կառուցվել։ Շնորհակալություն ենք հայտնում Գավառի համայնքապետարանի ողջ ազնագազմին, իդեմս Գավառ համայնքի ղեկավար պարոն Գուրգեն Մարտիրոսյանին վստահության, ուշադրության, հետևողականության համար։ Այս ամենի արդյունքում երեխաները ավելի բարենպաստ պայմաններում են սովորում, ավելի գեղագիտական միջավայրում են սովորում, ոչ միայն բարելավում է նրանց կրթական որակը, այլ նաև զարգանում է նաև եւ հոգեվոր եւ մշակութային կյանքը։ 2025 թվականի բյուջեի միջոցներով էլ վերանորոգվել է երաժշտական դպրոցի պարասրահի հատակը։ Նախկին փայտե հատակը փոխարինվել է վինիլայինով։ Աշխատանքների համար ծախսվել է 1.950.000 դրամ։ Գավառի համայնքապետարանը ոչ միայն Գանձակի երաժշտական դպրոցին, այլ նաև մշակութային հաստատությունների խնդիրները պահում է իր ուշադրության կենտրոնում։ Հատկացվող միջոցների արդյունքում բարելավում է հաստատություն հաճախող երեխաների կրթական միջավայրի պայմանները։ Գանձակի երաժշտական դպրոցին 2025 թվականին եւս Գավառի համայնքապետարանի կողմից կապիտալ եւ ընթացիկ դրամաշնորհներ են տրամադրվել, որը ծախսվելու է պարարվեստի բաժնիսաների համար զգեստների գնման նպատակով։ Այժմ ապրանքների ձեռքբերման ընթացքն է։ Ամբողջ աշխարհում եւ Հայաստանում տարեկան գրանցվում են հազարավոր ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց մեծ մասը լինում է երթևեկության կանոնների խախտումների հետևանքով։ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների ցավալի հետևանքների զոհ են դառնում նաեւ երեխաները։ 2024 թվականի ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում զոհվել է մինչև 18 տարեկան 19 երեխա։ Մարմնական վնասվածքներ ստացել 629։ Դեպքերի թիվը 2023 թվականի համեմատ նվազել է։ 2024 թվականի 19 զոհերից 13-ը եղել են ուղևորներ, որպես երթևեկության մասնակից, իսկ 6-ը հետիոտներ եւ 629 վիրավորված մարմնական վնասվածքներ ստացածներից 418-ը եղել են ուղևորներ, իսկ 211-ը հետիոտներ։ 2025 թվականի 4 ամիսների ընթացքում մինչև 18 տարեկան երեխաների մասնակցության պատահարներից զոհվել է 4 անձ եւ մարմնական վնասվածքներ ստացել 220-ը,
բաշխվածությունն այսպիսին է, 4 զոհերից 2-ը եղել են ուղևորներ, 2-ը հետիոտ են եւ 220 զոհերի մարմնական վնասվածք ստացածներից 143-ը եղել են ուղևորներ, 77-ը հետիոտներ։ Չիլինգարյանը մտահոգված է, ներկայացված թվերը խոսում է այն մասին, որ մինչև 18 տարեկան անչափահաս քաղաքացիների մեծ մասը հետիոտնի կարգավիճակում մարմնական վնասվածքներ է ստացել, քանի որ չի հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, իսկ ուղևորների պարագայում երեխաները չեն եղել ամրակապված կամ համապատասխան մանկական պահող հարմարանքի։ Մենք նաև պարբերաբար տարվա ընթացքում ունենում ենք շրջայցեր դպրոցներ, հանդիպումներ ենք ունենում դպրոցների ուսուցիչների, ինչպես նաև երեխաների հետ, բացատրում ենք բնականաբար ճանապարհային երթևեկության կանոնների իրենց հասանելի տեղեկատվությունը, հատկապես ճանապարհը հատելու կամ ճանապարհով տեղաշարժվելու կարգը, ու բացի այդ մեր ամենօրյա ծառայության ընթացքում ուշադրություն ենք դարձնում տրանսպորտային միջոցով երեխաների տեղափոխման կարգին, քանի որ շատ են դեպքերը, երբ հենց որպես ուղևոր են մեր անչափահաս քաղաքացիները ենթարկվում բնականաբար պատահարի, այսինքն գտնվելով մեքենայի մեջ, այստեղ ուշադրություն ենք դարձնում բնականաբար հաշվի առնելով նաև տարիքային եւ ֆիզիոլոգիական հատկանիշները տեղափոխման կարգին, այսինքն այն դեպքերում, երբ նախատեսվում է, որ պետք է երեխան լինի ամրակապված, պահանջում ենք, որ լինի ամրակապված, եւ այն դեպքերում, երբ պետք է տեղափոխվի մանկական պահող հարմարանքով, պահանջում ենք, որպեսզի տեղափոխվի դրանով, իսկ չունենալու դեպքում իրականացնում ենք համապատասխան վարչարություն, բացի այդ որոշում ենք, որ մեր ծնողները պահպանեն նաև երեխաների տեղափոխման կարգը, քանի որ այս դեպքում երեխաների կամքից չէ կախված, այլ ծնողի կամքից է կախված։ Երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերին ամենօրյա ռեժիմով առնչվում են նաև բժիշկները, վստահեցնելով, որ մեծ պատասխանատվությամբ պետք է վերաբերվել ճանապարհային անվտանգությանը, որն ըստ մասնագետի երբեմն գալիս է գիտակցության բացակայությունից, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ պատահարները։ Մշակույթի խնդիր ունենք հասարակության մեջ այդ ընկալումը, կրթական ծրագրերը եւ առհասարակ մեր միջավայրը տրամադրող չեն այդ կանոններին հետևելու համար։ Ամեն ծնող, ինչպես երեխայի ծննդյանը նախապատրաստվում է օրինակ օրորոց գնելով, քան որ դա շատ բնական է, մենք չենք պատկերացնում, որ երեխան կարող է այլ վայրում քնել, քան իր օրորոցում, նույնպես չպետք է պատկերացնենք, որ երեխան մեքենայի մեջ կարող է գտնվել այլ վայրում, քան իր մանկական հատուկ տեսված նստատեղում եւ երեխան ծնված օրից ցանկացած կարճ, երկար, մոտիկ, հեռու ուղևորություն պետք է գնա անվտանգ, ամրակապված եւ հատուկ նստատեղում։ Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով երեխաների մոտ առավել հաճախ հանդիպում են գլխի, ողնաշարի, ներքին օրգանների տարբեր տեսակի վնասվածքներ, ինչպես նաեւ վերջույթների կոտրվածքները։ Ճանապարհատրանսպորտային պատահարների արդյունքում տուժած մեծաքանակ երեխաները ահազանգող են բոլորիս համար։ Գրեթե ամեն օր առնչվում ենք այդ պատահարների արդյունքում տուժած երեխաների հետ եւ բոլոր վնասվածքները գրեթե հնարավոր է կանխարգելել, եթե ճիշտ պահպանվեն ճանապարհային երթևեկության կանոնները։ Երբ որ քարսիտ օգտագործում են, իրանք արդեն այնքան հասուն են, որ նաեւ պահպանում են մյուս երթևեկության կանոնները։ Ես չեմ հիշում քարսիտով վնասված երեխա։ Երեխեքը լինելով փոքր, երեխեքը լինելով տենց շեղված անընդհատ երթևեկության ընթացքում պետքա ֆիքսված լինեն։ Վթարը վարքյանական է, եթե վարորդը կարող է իրան պաշտպանի, տեսնելով վթարի պահը, երեխեքը անթույլ նստած են ու ֆիքսված չլինելով շատ ծանր կարող է վնասվել, շատ ծանր։ Մասնագետները եւ պատկան մարմինները փաստում են, շատ մեծ աշխատանք կա իրականացնելու ճանապարհային երթևեկության անվտանգության մշակույթը հանրության մեջ զարգացնելու ուղղությամբ։ Սկսած ծնողներից պետք է ճիշտ հետևեն այդ կանոններին եւ օրինակ ծառայեն իրենց երեխաների համար։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն առանց թույլտվության եւ համապատասխան փաստաթղթերի իրականացնում է ապօրինի արդյունահանում։ Ստուգման պարզվել է, որ Ջաջուր գյուղի վարչական տարածքի ավելի քան 4 հեկտար հողատարածքում արդյունահանման թույլտվություն ընկերությանը տրվել է 2020 թվականին, ու թեև այս տարվա մարտի 21-ին թույլտվության ժամկետը լրացել է, սակայն օգտակար հանածոյի արդյունահանումն ու վաճառքը շարունակվել է։ Պարզվել է նաեւ, որ արդյունահանումն իրականացվել է խախտումներ մասնավորապես խճաքարի պահեստավորումն ընդգրկել է տրամադրվածից ավելի տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը պարզվում է։ Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու հատկանիշներով Ախորյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։